մի քանի կարևոր արձանագրում անենք, առաջին արձանագրումը այն է, որ շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված մենք նաև հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնությունները կառուցապատողների հետ կապված, մասնավորապես ժամկետների երկարաձգման շինթույլտվության ժամկետների երկարացման հնարավոր վճարների դուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում, մասնավորապես մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն արձանագրությունները այս հարցով ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա եւ ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունքը ինչպիսին կառուցապատողները կցուցաբերեն ավականու որոշման նկատմամբ մասնավորապես ցանցերով եւ համապատասխան կահավորման մասով համապատասխան վերաբերմունք էլ ավականին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ, այսինքն նույն չափով եւ համարժեքորեն։ Հետևաբար արգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, ձեր չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա։ Վստահաբար եմ ասում եւ ուզում եմ հատուկ հիմա շեշտել, սա այն է լինելու, ինչ մենք ավականիով դեկտեմբերին որոշումը ընդունելու ենք։ Եվ հետեւաբար հարգելի կառուցապատողներ, խնդրում եմ այս ուղերձը շատ ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով։ Եվ երկրորդը, պարոն Ղուկասյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել գնունու շուկայի հարակից տարածքում իրականացված ձեր աշխատանքի համար, ձեր վարչության աշխատանքի համար, մեր գործընկերների, ովքեր որ մասնակցել են, եւ պարոն Պետոյանն էլ արդեն իսկ խնդրել եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ այդտեղ իրականացնի, այնտեղ ունենք մի քանի առանձին հատվածներում դեռևս գտնվող կրպակներ, որոնք որ իրավական որոշակի կարգավիճակ ունեն, բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այդ իրավիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի եւ այդ փողոցին ոչ հարիր կներեք այդ փնթի վիճակից մենք պետք է ձերբազատվենք օր առաջ։ Նորից արձանագրենք հետեւյալը, անկախ այն լուրերին, որ Երևան քաղաքում այս ամառային շրջանում, աշտանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում եւ սա ապացուցում են այն բոլոր սարքերը, այն բոլոր 166 սարքերը, որոնք որ տեղադրված են Երևան քաղաքում, բայց նաեւ հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, օդի որակի հետ կապված մեր խնդիրները շուտով կսկսեն նոյեմբեր ամսին եւ այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ եւ քառամյա մեր ծրագրի տարբեր հատվածներ բարբերաբար Տիկին Հայկազյան դուք հնչեցնում ենք այստեղ եւ պետք է խնդրեմ մի փոքր մեր կենտրոնացումը ֆիքսենք ձմեռվա ամիսներին օդի որակի վրա եւ այդ ուղղությամբ արվող աշխատանքների ինչի եմ հատուկ շեշտում տեսեք Տիկին Հայկազյանը նշում է որ շինհրապարակներում տեղադրված մեր սարքերից ստացված օդի որակի վերաբերյալ PM2.5-ի ցուցանիշը կազմել է 65 օգոստոս ամսին 0-ից 60 միջակայքը այս ցուցանիշի դա գերազանց օդի որակն է մեզ մոտ 65-ը դա լավ օդի որակն է, այսինքն նվազագույն աղտոտվածության չափանիշն է։ Եվ հետևապես սա եւս մեկ անգամ ես ցույց է տալիս, որ օգոստոս ամսին, որ սեպտեմբեր ամսին մեզ մոտ օդի որակը գերազանց կամ լավ
միջակայքում է գտնվել։ Սա անառարկելի փաստ է։ Վիզուալ առումով վստահաբար շատ տեղեր մենք տեսնում ենք, որ շինարարությունը որոշ չափով խնդիրներ բերում է եւ որոշ կետային խնդիրներ վստահաբար ունենք եւ այս մասին ես ասացի, հետեւապես մենք դեկտեմբեր ամսին հավաքանում էր որոշումները։ Էնպես են կառուցելու, որ կառուցապատողները, ովքեր որ խախտում են ավականու կողմից սահմանված փոշու ցանցերի կահավորման որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրենք իրապես խստորեն պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են այն պահին, երբ որ գան շինթույլտվության երկարաձգման, իսկ գրեթե բոլորը այդ փուլին գալիս եւ հասնում են։ Եվ հատուկ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, հարգելի կառուցապատողներ, սիրելի երևանցիներ, կարծում եմ այս խոսակցությունները բավարար են, որպեսզի մենք իրար ճիշտ հասկանանք։ Տեսեք, մենք սկսեցինք հստակ կանոններից, որոնք որ թողեցինք նաև որոշ չափով կառուցապատողների պատասխանատվությանը, հասկանալով, որ տուգանքի չափը փոքր է, այսինքն եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70,000 դրամ ես վճարում տուգանք, ճիշտ եմ, պարոն Ղուկասյան։ Այո, պարոն Քահանյան։ Հիմա շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները, վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Հետևաբար խնդրում եմ օր առաջ եւս մեկ անգամ մտածել ձեր ընդհանուր քաղաքականության մասին, որովհետև անընդհատ մենք տենց անընդհատ խոսում ենք, գնաց նաև մեր գործընկերների հետ քննարկում եղավ տուգանքի ավելացման հետ կապված, տենց, չգիտեմ, ինչ որ մի կետում այդ քննարկումն է մահացավ, չգիտեմ նույնիսկ ինչ պատճառով եւ չգիտեմ ինչու չընդունվեց, որովհետեւ անտրամաբանական է ունենալ 70,000 դրամ տուգանք մի ծրագրի համար, որը նվազագույնը քո վրա պետք է նստի մի քանի միլիոն դրամ, իրոք հենա կտուգանվեն, էլի մարդիկ։ Իսկ հիմա հարգելիներս այնց ռադիկալ եւ 180 աստիճան հակառակ process-ն է տեղի ունենում։ Ով քաղաքականությունը չպահպանեց Երևանի ավականու կողմից ընդունած, շատ եւ շատ փոշմանելու է։ Շատ եւ շատ փոշմանելու է։